Բարև ձեզ, ամբողջ աշխարհով սփռված իմ հայացք։ Այսօր տեսեք ներկայացնում եմ մեր երկրի ղեկավարը, ինչ է ցույց տալիս։ Այս գիրքը տեսեք, Մայր Աթոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր հայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ ասահմանված սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի Հարգելի հայրենակիցներ, ինչ շատ հետաքրքիր է, որ ինքը սենց հանգիստ, նստած, բոլորի տուղեղները լվանում է, որ ինքը հայ եկեղեցի հետևորդ է, որ ինքը կանոնակարգ է կարդում։ Նուժելի դուք հավատում եք այս սթերին նորից, այս մանիպուլյացիային։ Արեք մի հատ տեսնենք, թե ես ինչեր եմ ասել եւ ինչ է եղել։ Քանի որ 7 տարի նա կառավարության գլխին նստած է։ Միթե նա նոր իմացավ, եթե այդպիսի բան կա, թե հետապնդում է եկեղեցուն, եւ արեք, եթե խոսում ենք դեմոկրատական երկրից, օրենքով երկրից, ես ուզում եմ հարցնել վարչապետին։ Եկեղեցին առանձին մարմին է, իր հոգևոր դասով, չի պատկանում պետությանը, իր կարգու կանոնով։ Եկեղեցին իրավունք ունի, ինքը իր մեջ եպիսկոպոսական թեմով ընտրի վեհապար կամ ոչ ընտրի վեհապար։ Դու այսքան տարիների ընթացքում քո բոլոր արած սխալներով 5000 երեխա թաղելով, 10000 վիրավոր թողելով, Ղարաբաղը կորցնելով, բախի քո աթոռոջ թողեցիր, աշխարհի վրա մի հատ երկիր չկա, որտեղ պարտված երկրի վարչապետը նորից դառնում է վարչապետ։ Քո գրած գիրքը դու կարդացել ես։ Կարդացել ես մեջը ինչ անվայել բաներ ես ասում, որ մարդկանց գլուխը լվում ես, ասում ես կարդում եմ հայոց պատմություն, մեր պապերի թողած ավանդույթները, ինչ ավանդույթից ես խոսում, մեր պապերը քեզ թողել են ավանդույթը, որ մեր երկրում գերի, լեսբիան քանակը դու ավելացնես, հա? Մեր պապերը քեզ թողել են այդ ավանդույթները, որ դու այսօր մանիպուլյացիան ես ժողովրդին, այն հողը, որ մենք կորցրել ենք, առանց ամանչելու մի հատ պուճուր պրիչին բռնելով լցես ամբողջ բերետավոր անասուններին, ամբողջ աշխարհին ցույց տաս ամբողջ երկրագնդի, որ միլիցեքը կարան եպիսկոպոս ծեծեն, էսա քո կուլտուրան։ Էս է կայ ժողովուրդ, ամեն օր նստած, թե դուք ուզում եք վախից նստեք տունը, ձեզ համոզեք, որ ձեր վարչապետը ճիշտ էր ասում, հա։ Էս 5000 մերերը սև շորերով, Ես քո գրած գիրքը ժողովուրդը չեն կարդացել եմ մարդ կարդակ այդ գրքի մեջ նա ինչ պոռնկություն ու անառակություն է խոսում արձանի հետ կապված ինչեր ես դու խոսում մի հատ հասկացեք հələ ժողովուրդ ով ինչից է խոսում եթե դու լինեիր հայ եկեղեցու ավանդական սուրբ պաշտպան մեր հայրենիքի իսկական վարչապետը ոչ թե մանիպուլյացիան էր ժողովրդին ես քո հետ համամիտ էի Կողքդ կկանգնեի, հլարա մի հատ նայեք ձեր արած սխալները, հլը տեսեք ես ազգին ինչ օր ես հասցրե, գյուղերում մարդ չի մնացե, մարդկանց բերանը ատամ չկա սովից մեռնում են, ես սաղ 5000 անասուն միլիցեքին, որոնք վաղը պատասխան են տալու Աստծու դեմ նրանց երեխաների հետ, հանել ես լցել ես եկեղեցին, ամբողջ աշխարհին ցույց ես տալի քո անաստվածությունը, մի մարդ որ Աստծու անունն է տալի, Աստծու շեմը մտնելուց Աստծու պոլերն է համբուրում։ Հռոմի պապը, որ եկել էր մեր մոտ Էջմիածին, իր խորհրդի մեջ հայ ազգի խորհուրդ տվեց, ասեց հարգելի հայրենակիցներ, եթե դուք իմանաք Սուրբ Էջմիածինը ինչ նշանակություն ունի, ամեն անգամ եկեղեցու բակ մտնելուց ձեր կոշիկները կհանեք, բոբիկ կգնաք եկեղեցի, եթե չես նայե Հետ դուր նայի ինչ ասեց Հռոմի պապը, իսկ դու այ անիրավ, այ մանիպուլյատոր, այ խաբեբայության գլխավոր թեկնածու, այն կողքիդ այն դդումին էլ գցել ես, այն որ նիհարելա գլուխը մեծ է, դրա հորը պտի տան աշխարհում ամենաուժեղ դդում աճացնողների դիրեկտոր, այդ ոնց է կարեցել տունը դդում, այտենց աճացնի, կողքդ էլ կայնած գլուխս ես տմտմբացնում, դուք հասկանում եք ժողովրդին ուր եք տանում Դուք հասկանում եք ինչ մանիպուլյացիա եք անում։ Հիմա էլ սա ասում ես նրա համար,
որ ես ինֆորմացիա ունեմ, որ մի շաբաթ հետո ուզում ես ձերբակալես հայոց մեր պատրիարխին։ Դու կարմիր գծելն անցել ես, գնում ես արդեն կործանման։ Հավատա ինձի, դու նենց բաներ ես արել, որ անհամեմատելի է, եթե դու ասում ես վեհափարի արածը ու քո արածը, եթե դու դեմոկրատ, եթե դու ազնիվ վարչապետ ես, դու քեզ ամեն օր պետք է խարակիրի անես քո արածի այս ամբողջի դիմաց։ Ինչ երեխա, ինչի մասին ես խոսում, կարաս բացատրես։ Հələ քո արածների մեղքը նայի, Աստծո անուն ես տալի, իսկ դու հայ եկեղեցու պաշտպանում ես, հայ եկեղեցական ես դու, ոչ, դու աղանդավոր ես, դու ուրիշ կրոնի պատկանելություն ունես։ Խիչ ես ասում հայ ժողովրդին, որ դու ուրիշ կրոնի դավանանքի ես պատկանում։ Հիմա այս մեր խեղճ ժողովուրդը արդեն ցնդվել է, չի հասկանում էլ ինչա կատարվում։ Արդեն այս ամեն ինչը տենալով, արդեն ինքը չի հասկանում, բժժել է, ու դու էլ այս օգտագործելով ավելի ես բժժացնում։ Բայց ունենք 3 միլիոն հայ ժողովուրդ ստեղ ապրող, մի մոռացեք, նրանք հայ եկեղեցու ավանդական իրենց որդիներն են, որոնք պաշտպանելու են իրենց եկեղեցին, ստեղի ժողովուրդը։ Ունենք Ամերիկայում, ունենք Եվրոպայում, մենակ դուք Հայաստանով չեք շրջապատված հայերով, 3 անգամ ավել հայ ապրում դուսը, քան թե Հայաստանում։ Մեր եկեղեցին, մեր պահապանն է, որ մենք չենք ունեցել պետականություն 800 տարի, մանիպուլյացիաներ մի արեք։ Սա բերելու է նրան ընդհուպ քաղաքացիական պատերազմ ես հրահարելու արուն թափես դու։ Դրա համար կանգնիր ժամանակի, դուրս արի այս դաշտից, լսի ինձ, եթե որ ինձ լսես, ոտդ քարին չի դիպչի։ Հավատա ինձի։ Մենք ուզում ենք, որ մեր երկրում ցնցումներ չլինեն, մի տար ցնցումների։ Դու էլ ցնցումների դիրեկտորն ես։ Մի տար այդ ցնցումներին արենահեղության մի տար։ Մեր վերջի ապաստարանին սրբությանը մի կպի։ Տես, ես իմ վերջի խորհուրդն եմ տալի քեզ, որպես բարի խորհուրդ։ Լսի իմ խորհուրդը։ Աստված մեր հետ, Աստված մեզ պահապան, կհանդիպենք մյուս անգամ։